Այսինքն մենք կարող ենք երեկոյան միրգ ուտել, բայց ցանկալի չի քնելուց առաջ, առհասարակ քնելուց առաջ ցանկալի չի որևէ բան ուտել, այսինքն մեր վերջին ուտելը պետք է քնելուց գոնե 2-3 ժամ առաջ լինի, ոչ թե ուտենք ու պառկենք։ Միգուցե որոշ ժամանակ հատկապես երիտասարդները, իմ տարիքում օրինակ ուտում պառկում են, որևէ սիմպտոմ չեն ունենում, օքեյ, բայց տարիների ընթացքում այդ սովորությունը կարող է բերել խնդիրների, օրինակ իժոգաներ ունենան, արդեն այրոցի զգացում ամբողջ կերակրափողով։ Բայց նաև ասենք, որ միրգը բարձրացնում է ինսուլինի մակարդակը արյան մեջ եւ հատկապես դիաբետով հիվանդները պետք է զգույշ լինեն։ Որոշ տեսակ մրգեր, այո, որոշ տեսակ մրգեր էնդոկրինոլոգները ասում են ավելի խիստ ձևով, որ կամ պետք է հանել, կամ պետք է քչացնել, բայց որոշ մրգեր կան, որ իհարկե թողնում են մարդու սննդակարգում։ Օրինակ այդ հյութալի քաղցրը արագ բարձրացնում է շաքարը։ Այո, օրինակ հասած բանանը, հա, շատ շաքարը ավելացնում է եւ շատ կուզենամ անդրադառնամ նաև մրգային հյութերին, այս պարագայում։ Մրգային հյութերը ի տարբերություն մրգերի չեն պարունակում բջջանյութ, ու դրանք շատ ավելի արագ են ներծծվում արտսուական համակարգում, իհարկե գլյուկոզան միանգամից բարձրացնելով, ինչը ցանկալի չէ։ Ոչ մեկիս համար ցանկալի չի, հա։ Եվ երբ որ օրինակ հարցում են միրգ ուտեմ թե սոկ խմեմ, հյութ խմեմ, միանշանակ միրգ ուտել, որովհետև եթե օրինակ մենք մեկ հատ ամբողջական նարինջ ուտեինք, կհագենանք լրիվ, մեկ բաժակ նարնջի հյութի մեջ մոտ 3-4 նարինջ կա, այսինքն մենք եւ ավելորդ կալորիաներ ենք օգտագործում եւ ավելորդ գլյուկոզա ենք տալիս մեր օրգանիզմին, որը այս պահի դրությամբ ցանկալի չէ, հա, այսինքն բայց մեկ-մեկ օգտագործելը իհարկե թողնում ենք, բայց եթե դա պարբերաբար է, ամեն օր է, մեծ քանակով է, ցանկալի չի։